Ոնց կարող էր այս պատմություն ունեցողը գալ հասնել այս աստիճանի։ Ֆանտաստիկ բան է սա, դարակազմիկ պատմական փաստ է։ Ոնց կարող է շվեդական բարոնը լինի Մուրադ։ Այդ բալամից մարդ Արցախից էր, էլի մելիքների տոկից էր։ Ես ասացի ժողովուրդ, այս մարդուն գնդակը արելն է նույնիսկ քիչ։ Այս վաշտը ցրես աշխարհով մեկ, իսկ ես վստահեցնում եմ, որ ամեն զինվոր այնտեղ գեներալ է դառնալու, եթե ոչ պաշտպանության նախարար։ Մենք մերը տվեցինք ուկրաինացուն, տվեցինք վրացուն, տվեցինք նրան։ Ամեն քարերի անկում հայկական հետք կա։ Հոնկոնգում կա, Սինգապուրում կա, հայ մեծարուսները հովանավորում էին Հնդկաստանի բանակը։ Ամոթ աշխարհում եկան խայտարակ, թագուհուզորքը չի կարող մտնի Բենգալիա, ինչ որ Գյորգի Հանցանյան, չգիտեմ ինչ, մարդուն լսել կարողանաս, որովհետև կոմունիկացիան հաստատվում է զիջելուց, երբ որ դու ընդամենը մի րոպե ասում ես խոսում ինչ ասում։ Որպես որ մեր ներուժն ընդամենը 18 տարեկան երեխեքն են, որ դասեն դուք պրիսագ տվես, առոձին ուզա Ստալինա գնացի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց եւ տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-ն ալիքն է, որի հյուրը գրող դրամատուրգ Էդվարդ Մանվելյանն է։ Բարև եք եկել, պարոն Մանվելյան։ Օրեր առաջ տոնեցիք ձեր 50-ամյակը, շնորհավորում եմ։ Բավական երիտասարդ տեսք ունեք, ինչ զգացողություններ ունի երիտասարդ 50-ամյա հայը, մտավորական Էդվարդ Մանվելյանը։ Բավական պոզիտիվ ես կասեի, լավատեսական, եթե հայերեն ասենք, աշխատանքային։ Կյանքը ինչպիսին է դառնում 50-ից հետո։ Գիտես, Արտակ, միշտ ասում են, տես նոր 5 տարին անցավ, ասենք, չգիտեմ, 12-ից հետո եկավ նոր տարին, ասում եմ, ինչ փոխվեց, ուղղակի ժամանակը մի սլակ այսպես առաջ գնաց, օր փոխվեց ընդհանրապես, այսպես մեծ առումով ես չեմ կարծում, թե որևէ մեկը տարեդարձից հետո ինչ-որ բան պիտի փոխվի, այսպես ակնհայտ։ Զգացողություններ, նպատակներ, բացարձակ, ոչինչ, ինչ որ կար դա էլ կա։ Աղջիկների, ինչ որ կար դա էլ կա, Պարոն Մանվելյան, հրաշալի է, նորանոր ձեռքբերումներ, ստեղծագործական բոլոր առումներով մաղթում եմ։ Ձեզ միշտ ասոցացնում ենք նոր հետաքրքիր հայերիս մասին նոր պեղումների, նոր ներուժի ներկայացման հետ, հա, դուք այդ կերպարն եք, այդ բավականին պատվելի գործով եք զբաղված եւ միշտ ինձ մոտ հարց է առաջանում ձեզ այդ հանդիպումներից առաջ, թե ինչ ֆանտաստիկ ներուժ ունենք կամ ունեցել ենք եւ այսօր ինչ վիճակում ենք, ինչ մտորումներ ունեք այս առումով, էլի մենք իսկապես այդ արարչական, այդ հզորագույն ներուժի տերազգն ենք, բայց այդ ինտերպրետացիայի այդ ներկայացման մեջ այսօր խնդիր ունենք, թե մի բան այն չի, էլի, միտեղ մի բան սխալ է, ինչպես Իսահակյանն էր ասում։ Զարմանալին գիտեք որն է, որ պատահական ասենք, որ կայքեր հանկարծ ընկնում են, չէ, աչքից, մեր հարևաններից, կողքի հարևաններից, այսպես ասած մեր հետաքրքիր է, չէ՞, ասեն Սայատնովան մաքուր Բաքվեցի, օրինակի համար, կամ չգիտեմ, հա, նույնիսկ ուկրաինացիները վերջերս գրել են, Великий украинский художник Իվան Այվազովսկի, ու մարդիկ համոզված են, որ հետաքրքիր է, որ որևէ ուկրաինացի ընդհանրենք այնտեղ տակը չի գրի, որ պարոնայք այդ մարդը ազգությամբ հայ էր։ Ադրբեջանցիները, չգիտեմ, 1-2 կամ ամբողջ այսպես մի մեծամասնություն է, հիմա այնտեղի մեծամասնությունը ու մեր մեծամասնությունը անպայման կասի ճիշտ եք միանշանակ Սայատնովան Բաքվից ծնունդ էր, կարող եմ նույնիսկ հասցեն ասել, կարող եմ ասել, որ ապուս պապու տատը, չգիտեմ, կամ վաճանախը ծանոթ են եղել, միասին սուրճ են խմել։ Հորինովի, բայց երբ որ մենք ներկայացնում ենք ոչ թե հորինովին, այլ ռեալը, երբ որ փաստա վավերագրություն ենք հավաքում եւ մարդկանց կենսագրականներ, թվերով որ ծնվել են այս մարդիկ, ապրել են այս մարդիկ, այս մարդը եղել է
այս ինչ կնոջ եւ այս ինչ տղամարդու զավակ, այդ ամենը չբերում ես, չես հորինում, չէ։ Ասում ես ժողովուրդ կարդացեք, տեսեք, որ սա կենսագրական է։ Այդ մեծամասնությունը ցավոք սրտի սկսում է հեգնել։ Հա, Վինի Պուխն էլ էր հայ, Կրակածիլ Գենան էլ էր հայ, այսպես սկսում են հեգնել, հա, ու ինձ միշտ ասում են պարոն Մանվելյան, ինչի եք ուշադրություն դարձնում հիմար մեկնաբանություններին, բանին ժողովրդական խոսք ունենք, չէ, քարավանանցնի շունը հաչա, չգիտեմ, շունը հաչա քարավանանցնի, այսպես ասում ժողովուրդ, ես արդեն 50 տարեկան եմ ու տպավորություն չստեղծվի, թե ես ամեն անգամ գալիս եմ ձեր դուռը լացելով, բողոքելով, որ գիտեք, ինձ վիրավորեցին, ինձ վատ մեկնաբանություններ գրեցին։ Ես մոնիտորինգն եմ ձեզ ցույց տալիս։ Ես ձեզ ցույց եմ տալիս, ասում եմ, պարոն Նայք, ժամանակին խոսք կար, ասում են, գյուղ չկա, շուն չլինի։ Եթե մի քիչ գուցե կոպիտ ստացվի, բայց հիմա գյուղում ոչ թե շներն ենք ման գալիս, այլ մարդ ենք ման գալիս։ Ժամանակից մենք գյուղ չկա, որ շուն չլինի, այսինքն շատ մարդիկ կան, մի քանի շներ կան, ժողովրդական խոսքով։ Հիմա ինչ-որ մի խնդրի մեջ երբ որ մտնում են այսպես մեծամասնությունով, հա, ամբողջ այսպես վրա է տալիս, մտածում ես, ասում ես, այս ամբողջ մեջ ոչ թե մի քանի շներ կան, մնացածը մարդիկ են, բավական հաճողներ կան։ Արդեն սկսում ես առանձնացնել մարդկանց, ասում ես ժողովուրդ, այս ժողովրդական խոսքը ինչի փոխվեց գլխի վայր։ Չլինի հասնենք նրա, որ գյուղ չկա, որ մարդ չլինի, ոնց է լինի մի 2-3 հոգի կգտնենք։ Չափազանց նուրբ բան եք ասում, դա ինչից է։ Այ ադրբեջանցիները վերցնում են, այո, ճիշտ եք ասում, լավ ասեցիք, տնով, տեղով լրիվ հորինած։ Մենք որ մերն ան, մի տեսակ դե սպանիկ էլի սակայն։ Ասեմ ինչի։ Նախ, երբ որ ասում ենք մեծամասնություն, նկատի ունենք ժողովուրդ։ Չզատենք ժողովրդին, հա, որ այս կողմ, որ այն կողմ, այսպես չզատենք, առանցն էլ արդեն առանձնացված են։ Բայց որևէ մեկը բարոյական որևէ իրավունք չունի մի ողջ ժողովրդի անուն դնել, ենթադրենք հայերը էս են, հայերը են, չկա նման բան։ Եթե դու տեսնում ես մեծամասնության մեջ վատ դրսևորումներ, հա, սա չի նշանակում, որ մեծամասնությունը վատն է, սա նշանակում է, որ ժամանակին կրթությունը եւ դաստիարակությունը նվազեցրել են այդ շեմը իջեցրել են այն ռաբիզի մակարդակին, մենք հնարավոր չի, գիտես, քո բոստանում, այսպես տնավարի, ասենք Սայաթ-Նովայա վրի, հա, հնարավոր չի դու տանես այնտեղ ցորեն ցանես ու գնաս տեսնես որոմ լինելու է։ Բայց եթե դու ժամանակին քախան ես անում, դու ցորեն ես ցանել, ցորեն պիտի ինձ ես, երբ որ ցորենը ցանում ենք, չեն գնում դդում հնձելու, հա, այդ Արևելյան հիանալի շատ հիանալի ասացված կա, ասում է դդումի մեջ ապրես կլոր կլինես, բամբուկի մեջ ապրես երկար կլինես։ Այսինքն նկարագրում են միջավայրը, դու ինչի ես երկար, դու ինչի ես կլոր։ Այո։ Երբ որ այդ ինտելեկտուալ շեմը, երբ որ ասում ենք ինտելեկտուալ, մարդիկ միանգամից մտածում են, որ չգիտեմ, Մոցարտին ճանաչում ենք, Հյուգոին գիտենք, մենք ինտելեկտուալ ենք։ Ես ինտելեկտուալ կոշկակարների եմ ճանաչում, որոնք Հյուգոյի անունը գուցեև չեն լսել։ Բայց չես կարող այդ մարդկանց մանիպուլյացիաների տանել, չես կարող խաբել, այսինքն թացը եւ չորը վերլուծողական մարդիկ տարբերում են։ Մարդիկ ճանաչում են սևը եւ սպիտակը։ Դաստիարակության լավագույն տեսակը, Արտակ ջան, լավագույն տեսակը, եթե ժողովրդին վերցնենք որպես մոդել անհատի տեսքով, ընդհանրենք երեխան տանը պիտի դաստիարակեն, հետո մենք սա կնայենք որպես ժողովուրդ։ Ինչ ենք անում, եթե ստիպողաբար ծեծելով, ջարդելով դիկտատուրա է պետք, մեզ Ստալին է պետք, մեզ Պինոչետ է պետք, մեզ, չգիտեմ, գեներալ Ֆրանկոյ է պետք, չգիտեմ, տվեք, ջարդեք, փշրեք, քշեք գոմս, մեզ կեղտոտ հասկանում ես ինչի մասին է դուք խոսում եք ձեր ժողովրդի մասին։ Եթե ժողովուրդը չի կարողանում տարբերել թացը չորից, դա չի նշանակում, որ այս մարդիկ, ասենք, արժանի են միանշանակ գնդակահարության, հա, բոլշևիկների պես։ Եթե ուզում եք գրագիտությունը խթանել, անգրագետներին գնդակահարեք, օրինակի համար։ 100,000 անգրագետ գնդակահարեք, մի 4 հոգի գրագետները միանգամից կերևան, այդպես չի լինում։ Դուք գնում եք հետ, ասում եք ժողովուրդ, դաստիարակության մոդել գոյություն ունի։ Դու պիտի կարողանաս քո ազգին ցույց տալ սևը եւ սպիտակը եւ կարողանալ կրթական համակարգի միջոցով նրան տանել ճիշտ ընտրության։ Ոչ թե ստիպես պլետով, հա, ծեծելով, ջարդելով, որ պիտի ընտրես,
Կամ արի քեզ լավություն անեմ, արևան, բարեկամ խնամի։ Պարոն Մամելյան, կներեք, ճիշտ եմ հասկանում, որ պետքա ոչ թե դպրոցներում պեչատել, որ վասակցությունին դավաճան է, այլ ներկայացնել ժամանակագրությունը ու ստիպել երեխային ինքը վերլուծի, պետք է Վարդանանց արճակատումը, թե վասակի դիվանագիտական խաղերը։ Այսինքն անալիտիկ միտք։ Հենց դրա մասին է խոսքը, բայց ես ինձ ինչ հիշում եմ, մեր պատմությունը այդ վասակ, Վարդան Մամիկոնյանի, մեր Մկոյի ասած, ուրիշ Հերոսյանուն չգիտեք, մի տեսակ այդ շեմը չի հատում։ Հայոց պատմությունը մնացել է վասակի ու չգիտեմ Վարդանի այսպես միջակայքում ու չի կարողանում հատել, բայց մեր պատմությունն այնքան կետեր ունի։ Այ երբ որ ես մի 2 տարի առաջ սկսեցի խոսել Քաբուլով եղբայրների մասին, ինձ մի անգամից ռմբահարեցին, քարերը վերցեցին, տվեցին գլխիս, ասեցի որ գլուխս ցավում է, գոնե գլխիս մի խփեք էլի։ Ինչ է արել, ներկայացրել է ովքեր էին Թիֆլիսեցի Քաբուլով եղբայրները, հա, Բերիայի աջ ու ձախ ձեռքերը, մարդիկ ռեզիդենտ են, մեկը Գերմանիայում է ռեզիդենտ ու չեչեններ, ինգուշներ, ասետիններ, երբ որ Ստալինը որոշեց աքսորել այս մարդկանց, տեղահանել այս մարդկանց, հա, Քաբուլով եղբայրները իրականացնում էին սա։ Այսինքն հայերը մասնակցում էին չեչենների, ինգուշների, ասել, նույն զինված Տիգնազորի պետ ասենք, հա, Սարգիսովը կամ չգիտեմ Սարգիսը Մամուլյան, ու եթե չեմ սխալվում Ռուբեն Մամուլյանի հետ տեսեք ինչ հակասություններ էին, էլի։ Հիմա սովետական միությունը, եթե վերցնենք նույն պատկերը, ես ինչի համար եմ սա զուգահեռում, Խրուշովն եկավ, այդ հանրահայտ կուլտ լիշնոստին կար, չէ՞, այդ բանի ժամանակ, համագումարի ժամանակ ոչնչացրեց, որ այսպես չի լինելու ու առաջնահերթ պետք էր ազատվել Բերիայից։ Բերիային դարձրեցին բոլոր ժամանակների մի, չգիտեմ, հրեշ, հա, ինչ կար չկար այդ դեպքում մարմնացում, ժողովրդի թշնամի։ Այսպես, հետո մարդիկ ասեցին ընկերներ, ախր 37 թիվ եղել, 38 թիվ ա եղել, չէ՞ որ Բերյան մասնակցել է, Խրուշովն ասեց՝ մի րոպե, պարոն Այկ, բայց չէ՞ որ մենք այդ ժամանակ եղել ենք ՑԿ-ում։ Եթե այս մարդուն դատենք բռնաճնշումների հոդվածով, ստացվում է, որ մենք էլ ենք եղել, մենք համագործակցել ենք իրենց հետ։ Չէ՞ որ մենք սիստեմի մեջ ենք եղել։ Պետք է հորինել մի բան, հորինել մի բան, որ Բերիային պիտի առանձնացնի մեզ բոլորից եւ այդ բռնաճնշումների մասին չխոսվի։ Օրինակ ոչ ոք չէ խոսում Եժովի մասին, հա։ Ասում են Ստալինը տերոր իրականացրեց, բայց Եժովին թողել են մի կողմ։ Նույն չմտածեք հանգարց շեղում եմ թեմայից, ես սրանք անպայման կզուգահեռեմ։ Նույն Նուրեմբերգի այդ բանի ժամանակ, դատավարության ժամանակ, հա, ընդամենը 10-11 նացիստների պիտի դատեին։ Բոլորը այսպես ինքնագոհ նստած էին, մեկը ծիծաղում էր, հույս ունեին, որ իրենց ամեն դեպքում կամ բաց են թողելու, կամ արդարացնելու են, կամ մի քանի տարի այսպես, հա, ու երբ որ հերթը հասավ արդեն կախաղանին, որոշել են կախաղան անել, նացիստ համար 2 այսպես ասած, հա, Գյորինգը, հա, ասեց պարոն Այկ, ես ընդունում եմ բոլոր մեղադրանքները, բայց չեմ ուզում շամպես սատկել, ինձ գնդակը արեք, եթե կա էլ, ասեցին ոչ, դու պիտի կախաղան բարձրանաս, հետո խոսքով ինչ-որ այդ ցերուի սպաներից մեկը այդ ցիանիդը փոխանցել էր, ինքնասպան եղավ, ամեն դեպքում չհասավ կախաղանի, բայց վերջին դատավարության ժամանակ Գյորինգն ասեց պարոն Այկ, թույլ կտակ 2 նախադասություն ասեմ, հետո ինձ գնդակը արեք, էլի։ Այստեղ նստած են 11 նացիստներ, Տոկիոյում դատավարություն էր գնալու։ Նույնն էլ այնտեղ էր 10-11 ճապոնացիներ, բայց ճապոնացիներն էլ, եթե պատմությունը չի խոսում ճապոնացիների մասին Արտակ ջան։ Խոսում է, բայց ոչ այն ֆորմատով, որ նացիստների, որտեղ սարսափելի անմարդկային վայրագություններ են արել ճապոնացիները, անմարդկային։ Այն որ չես էլ պատկերացնում, ո՞ս կարելի է մարդը կոնկրետ չինացիների հանդեպ հարևանների կոտորելով գնացել են, ջարդում-շունանելով գնացել են։ Գյորինգն ասեց պարոն Այկ, պարոն Ռոման Ռուդենկո, այսպես դիմեց ինքը, հա, այդ վավերագրական բանը կա, պահպանվել է միջի, հիմա դիմում էր պարոն Ռոման Ռուդենկոն սովետական միության կողմից գլխավոր մեղադրողն էր։ Ասեց պարոն Ռոման Ռուդենկո, մինչև մեր հայտնվելը նույնիսկ, մինչև աշխարհամարտի սկսվելը, եթե 39 թվականի սեպտեմբերի 1-ը հաշվենք, քանի 100,000 մարդու գնդակահարություն է ստորագրել դու, եւ ոչ թշնամի, այլ քո ժողովրդից։ Հետո
դիմեց Մոլոտովին, ասեց պարոն Մոլոտով, չէ՞ որ դու Ռիբենտրոպի հետ ստորագրում էիք այդ այսպես ասած զելկաս դյավոլամ, հա? Ռիբենտրոպին դրել են այնտեղ, ուզում են կախական հանեն, բայց Մոլոտովը այնտեղ այսպես մեղադրական կողմից պատմություն եկավ, սովետական միությունը այդ պատմությունը բերեց, դարձրեց ՍՍՀ պատմություն, հետո դարձրեց նորագույն պատմություն, հին աշխարհի մասին չեմ խոսում։ Դարձրեցին այնպես, որ սովետական միությունը ֆաշիզմի հաղթողն էր, սովետական, ու այդպես էլ կար, ոչ թե դարձրեցին այդպես, բայց մանրամասները իհարկե պահեցին, օրինակ պահեցին հայերի գլխավոր դերը հենց այդ պատերազմում, որը անձամբ Չերչիլն էր խոստովանում, հա, անձամբ Չերչիլը։ Ստալինն ասում էր, պարոն դու պատկերացնես, որ միայն հայերի մասնակցություն եթե այդտեղից անենք, դու ուրիշ քարտեզ կունենայինք մոլորակի վրա։ Մեր պատմությունը այսպիսի մի կարճ պատմություն էր սովետական միության ժամանակ, հա, հայ ժողովրդի պատմություն, եթե հիշում ես, կարճ փոքրիկ գիրք էր, նորագույն պատմությունը, ԽՍՀ պատմություն, նոր դարերի պատմություն, չգիտեմ, հին աշխարհի պատմություն, հաստ գրքեր էին, մեր պատմությունը այսքան էր։ Եկավ 91 թվականը Հայաստանի Հանրապետությունը իրեն հռչակեց անկախ հանրապետություն եւ ես այսպես նայում եմ այդ կետը զրոյական արտակցան, որտեղից պետք էր սկսել վերելքը, ոչ թե կործանումը, ինչ այսպես իներցիոն եկավ։ 91 թվականը այդ անկախության հռչակագրի օրն էր, այսինքն դուք վստահ եք, որ պարոնայիք, դուք կարդացիք, Ջարը Մանուկյանը կարդաց, բոլորը ծաղ տվեցին, ուրախացան, դուրս եկան փողոցներ, ուտել, խմել, ուրախանալ, ասեցին անկախ ենք, անկախությունը բացարձակ արժեք է, իհարկե, բայց եթե դու հոգեբանությունով ստրուկ ես մնացել, դու անկախությունը ձեռքդ ընկնում ես քեզ ստրուկներ փնտրելու։ Հետո երբ որ հասկանում ես, որ դու ինքդ ստրուկ չունես, երբ որ հասկանում ես, որ դու ոչինչի ընդունակ չես, որտեղ սովետական միությունը 70 տարի մեխանիզմն այնպես էր աշխատացել, որ դու ոչինչ չէիր անում։ Դու գնում էր աշխատանքի, գալիս էր տունը, էսի ամեն ինչը դա չեն կամ չգիտեմ ինչը ստանում էր, երբ որ մնացիր մենակ, հասկացար, որ անկախությունը չգիտես ինչ պիտի անես։ Ինչպես պիտի կառուցել անկախությունը։ Հյուսիսային պողոտա չէր, որ կառուցելու էինք անկախության շրջանում։ Անկախության շրջանում պետք էր կառուցել Հայաստանի Հանրապետության, անկախ հանրապետության առաջին անկախ մանկապարտեզը։ Այսինքն, երբ որ պետք էր սկսել այդ պատմությունը վերցանելուց, պատմելու է ժողովրդին, պարոնայք, մենք արդեն անկախ ենք, իբր թե այսպես գոնե, այսպես ֆորմալ էլի, հա, որովհետև դե ֆակտո այդպես չէր։ Ֆորմալ գոնե եկեք ձեզ պատմենք ձեր պատմության մասին, որից դուք տեղյակ չեք։ Ինչ են պատմել, ես չեմ դուք եք ասել։ Եկեք դա մի պահ թողնենք, որովհետև կարող ենք մի քանի ժամ ասել, թե ինչ են պատմել։ Դուք ձեր չափով բավականին մեծ գործ եք անում, պարոն Ավելյան, եւ եկեք ներկայացնենք այսօր մենք էլ մեծ լսարան ունենք, թե ինչ ներուժ ունենք մենք, իրոք էլի Հայաստանը ինչ ներուժ ունի եւ հայերս արդյոք կարող ենք դիմագրավել մեր ներուժով։ Գուցե օրինակներով պետք է նշել, որպեսզի մարդիկ եւս չասեն էլի անտեր Թուրքիան 80 միլիոն, վերև Ռուսաստանը, կողը Ադրբեջանը ոնց անենք, խեղճենք, փոքրենք։ Մենք իսկապես խեղճենք, փոքրենք։ Կներեք, դուք այսպիսի այնպես բաներ եք ասում, տեսեք, աշխարհը, ասենք մի քանի հայ կամ երկրորդ համաշխարհային մեծ հայրենականի մեջ հայերի մասնակցությունը հանում ենք, ձեր բառերն են։ Լրիվ ուրիշ քարտեզ էր լինում, իա։ Ֆանտաստիկ բան է, սա դարակազմիկ պատմական փաստ է, ոչ թե։ Սա ես չեմ ասում, սա Հորինովիչի էլի, սա Հորինովիչի է, Արտակ ջան։ Եթե հիմա մենք հետ գնանք, ենթադրենք ցարական Ռուսաստանից գանք, բայց օրինակներով կասեմ ես, բայց որպեսի ընթերցողը եւ հետո նաեւ լսողը մեզ եւ հետո նաեւ իմ ընթերցողը, որ պիտի գրքերը բացի կարդա, հա, որպեսի ճիշտ ուղղությամբ գնա, ես բոլոր գրքերում նախաբան եւ վերջաբան ունեմ, որտեղ անպայման տանում եմ ճիշտ ուղղության, այսինքն այստեղ գերագույն գլխավոր նպատակը հեղինակի կամ կոնկրետ այս դեպքում խոսողի նպատակը անուններ տալը չի, որպեսի մենք ուրախանանք, ասենք, ուֆ, էս էլ էր հայ։ Սա համատեղել, զուգահեռել մեր իրականությունը այսօր եւ մեր պատմությունը, որը մեզ չի պատմվել եւ հասկանալ ոնց կարող էր այս պատմություն ունեցողը գալ հասնել այս աստիճանի եւ ոնց կարող էր ենթադրենք Վիլմոշ Լազար ով կլինի ազգությամբ Յանոշ Ցեց, Էրնոքիշ, հասկանում եք հունգարական բանակի գեներալն է ոնց հունգարական բանակ կառավարությունը գնդակարեց բացի մեկից Այս մարդկանց անուն ազգանները մեզ ոչինչ չեն ասում։ Հունգարացիներին 100 տարի պետք չի մնալ պատմել, որ այս մարդիկ գիտեք նույնիսկ Արցախյան մելիքների տոհմից էին։
Այն ժամանակին, երբ որ շահը բացեց, որ Մուրադ Դոնսոն, Մուրադն էր մենակ մնում, ես երբ որ առաջին անգամ ես մարդանը լսեց, ասում Մուրադ, ոնց կարող է շվեդական բարոնը լինի Մուրադ։ Հայ պալամես մարդ Արցախից էր, էլի Մելիքների տոհմից էր։ Այդ շահաբասից հետո շվեդական բարոն էր։ Հիմա այդ մարդկանց անունները դարձել են այդպես Վիլմոշի Ազար, Յանոշցե, չգիտեմ, Էրենոքիշ, ոչինչ չի ասում այդ մարդկանց անունները։ Հա, կամ ասենք գիտնականներից, եթե գնանք ասենք, չգիտեմ, անկեղծ ասած չեմ հիշում, մենք սրա մասին խոսեցինք, թե չէ, մի ռուս բլոգեր կա այսպես, համ բլոգեր, համ գրքեր է գրում։ Այս մարդը վերցել, մտածել է, գրել է, որ կարելի է գրել հայ գյուտարարների մասին գիրք։ Անցյալ տարի ես Փարիզում էի, ընկերներից ես մեկը զանգեց, իմ շատ հարազատ ընկերներից մեկը, շատ տեղեկացված, շատ խելացի մարդ է, զանգեց, ասեց Մանվելյան, հələ մի հատ ուղարկեմ այս բանը, նայ էլի մի հատ, այս մարդը ինչ է խոսում։ Հայ գյուտարարների մասին, ու ես տեսա հայերը տակը, ովքեր որ հասցրել էին տեսնել, նա այդքան շատ չէին նրա բաները։ Հայերը տակը շնորհակալություն, սպասիբը, չգիտեմ, ողջ ազգի անունից շնորհակալություն, ինչ արեմ, մարդը հայ գյուտարարների մասին, ինչպիսի հայ գյուտարներ են։ Ես ասացի ժողովուրդ, այս մարդուն գնդակը արելն է նույնիսկ քիչ է գնդակը արելը։ Ես ով ասան շնորհակալություն ասել։ Նույնիսկ մենք այսպես դեսպան ունեինք, էլի տենց ընդհանուր ծանոթների շնորհակալություն բան այսպես, հետո կամած լուրն ուղարկեցի, ասի պարոն, դուք ինչքան պետք է ճանաչեք ձեր պատմությունը, որ նման սրիկային դուք շնորհակալություն ասեք։ Մեծ հաշվով գյուտարարների մասին է խոսում։ Այս մարդը, հետո երբ որ լսում ես, այս մարդը այնքան ստորացնում, Իգնասի Լուկասևիչ։ Ոչինչ չի ասում, չէ՞, անունը ոչ մի բան չի ասում, Իգնասի Լուկասևիչ, ամբողջ աշխարհը գիտի, այս մարդը համարվում է կերոսինը ստեղծեց ու Լվովում առաջին անգամ, աշխարհում առաջին անգամ այս Լվովում փողոցներում հայտնվեցին այդ լամպերը, կերոսինի լամպերը, մինչև այդ մոմեր էին։ Ու առաջին վիրահատությունը, երբ որ բժիշկները կերոսինի լամպի տակ այցին, սկսեցին կյանքել փրկվել։ Հիմա ասում եմ, ես զանգել եմ լեհական թանգարաններ, չգիտեմ ինչեր էսպես պրպտել եմ, դա ասում եմ հայրը սիրում են էլի ամեն ինչ իրենցով անել։ Ես գրքում ես մարդու մասին խոսել եմ արտակ Հովանես եւ Սվետիկ Ղուկասյանների որդին։ Ես նույնիսկ Հովանեսին եւ Սվետիկին եմ գտել։ Ես լեհական բոլոր այդ գլխավոր այդ բաների ցանցում կայքում գտել եմ այդ մարդու հայկական արմատները Հովանես Ղուկասյան, հա։ Բայց այս մարդը ստորացնում է։ Հետո գալիս հասնում է, ասենք, չգիտեմ, Ասատուր Սարաֆյան, հա, այսպես ասած, այդ ավտոմատ փոխանցման տուփի, հա, ստեղծողը, հա։ Դե այդքան էլ ընտես չէր, դա արդեն կար։ Այս հայրն ասում է, ինչ-որ բան ունեն, Գաբրիել Կազանջան, ֆենն է հորինել այս մարդը։ Ամեն անուն տալուց հետո այս մարդը սկսում է ստորացնել այս մարդկանց արածը։ Բաներ կա, որ ճիշտ ասում, օրինակ են բան ունենք, այդ դոլարի այդ կանաչ գույնը, չգիտեմ, այսպես այդ ամեն ինչը լեգենդներ, այդ ամեն ինչը ախմախությունը, հայերը շատ են նույնիսկ բարձր մակարդակները, որ չեն լսել, չգիտեն ինչի մասին է խոսք, ինչ գույնի մասին, այսպես դրել են ամբողջ աշխարհը պատտում են, իբր ինչ-որ մի հայ գնացել է Պարսկաստանից կանաչ գույնը, գտե որ դոլարը չեն կարողանում կեղծել, բացարձակ ոչ մի կապ չունի դրա հետ։ Այդ մարդը լուրջ աշխատանք է տարել այդ գործում, բայց դրա հետ ոչ մի կապ չունի։ Այստեղ ճիշտ է։ Բայց իջեցնում է, նվազեցնում, այս մարդը այս ամբողջ գիրքը գրել է մենակ նրա համար, որպեսզի ստորացնի այդ ներուժը, որպեսզի փորձի բացատրել, որ հայերը մինչև սա սարքել են, իրենցից առաջ ասենք մարդիկ են եղել, որ սարել են, հայերը վերցել են, սա չգիտեմ, կպցրել են իրար։ Իսկ մեր ներուժը ես նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, ինչ կլիներ, եթե դա մի տեղում լիներ։ Ես վախենում եմ, որ մոլորակը մի 10 տարի էլ չէր ապրի։ Չէր ապրի մոլորակը, որովհետև դա կլիներ այսպես ոնց են ասում թարգմանել ճիշտ թարգմանել բոմբազամեդլը նվադիստը, հա, եթե այդ ամբողջ ներուժը բերենք դնենք Հայաստանում մեկ, նախ հայերը, պատկերացրեք մի քանի հազար քառակուսի կիլոմետրի վրա ատոմային են ստեղծում, լազեր են ստեղծում, չգիտեմ ինչ են ստեղծում, նախ հարևանի վրա պիտի փորձարկեր, այսպես հա ատոմային ռումբով խփեին հարևաններն իրար լազերով իրար տրապեցնեին, այսպես բաներ անեին, հա։ Հետո աշխարհում եթե հասկանային, որ այս ամբողջ ներուժը կենտրոնացած է մի ազգի ձեռքին,
Սա սարսափելի էր լինելու եւ ոչ մեկ դա թույլ չէր տալու։ Հասկացան, որ հայերին կարելի է օգտագործել միայն առանձին որպես անհատներ։ Եթե դու սովորական մի վաշտ մեր զորամասներից մեկից վերցնես, վաշտ 18 տարեկան զինվորներ վերցնես, այս վաշտը ցրես աշխարհով մեկ, իսկ ես վստահեցնում եմ, որ ամեն զինվոր այնտեղ գեներալ է դառնալու, եթե ոչ պաշտպանության նախարար։ Բայց եթե մնան նույն վաշտում, մնան այս մեր երկրում, կդառնան ռազմագիտության դասատու, նրանցից լավագույնը կդառնա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այս ինչ ֆենոմեն է, էլի, այսինքն մենք աշխարհից մի գլուխ բարձր ենք, բայց իրար հետ ինչ ենք լեզու չա։ Սա սարսափելի է, որովհետև մարդիկ երբ որ չեն վերլուծելու այդ կարողությունը չկա, այդ դաստիարակությունը ճիշտ ինչի համար է ասում մանկապարտեզը։ Ինչի համար է ասում սևն ու սպիտակը։ Ինչի համար դուք անընդհատ ասում եք, «Ո մենք Արամ Խաչատրյան ունենք, մենք էս ունենք, մենք այն ունենք, մենք Վիկտոր Ամբարձումյան ունենք», անուններ, որոնք ամբողջ աշխարհը գիտի։ Բայց դուք գիտեք անուններ, որոնք ամբողջ աշխարհը գիտի, դուք չգիտեք։ Այս է խայտարակությունը, դուք չգիտեք։ Ես պարզկերեն գիրքը դրել ենք մենք երկուսով մեր հրաշալի մեր խմբագրի հետ, ամբողջ այդ գիրքը թարգմանել ենք լեզուն չիմանալով, օգտվելով այս ժամանակակից այս ինչ են ասում այդ Google, չգիտեմ ինչպես մի կերպ թարգմանենք, չէ, դրանից մենք ընդհանրապես չենք օգտվել։ Գոնե տեքստ ստանանք։ Ու երբ որ կամած սկսեցինք բառերը կպցնել իրար ու թարգմանել արտակ երթվել չեմ սիրում իհարկե, բայց ասում եմ իրոք տղամարդավարի հուզվեցի։ Ես հասկացա, որ աշկերտս լցվում եմ։ Պարսիկները ոնց են պահպանել այդ շենքը, քարը ոնց են պահպանել այդ քարը, երբ որ առաջին անգամ դրել են, փայտե դուռը, կաղնին, որ դռնից են կոմ ու բացատրում են այսպես։ Այդ կնոջ մասին մի ամբողջ գիրք են գրել ու ոնց են պատմում այդ կնոջ մասին, ոնց որ մի ամբողջ Պարսկաստանի ոնց որ Բեստունյան արձանագրություն լինի։ Ու պատմում են, ասում են Սաբե Հովսեփյանի մանկապարտեզներ, առաջին մանկապարտեզը Թեհրանում։ Մանկապարտեզ։ Այս կինը վեր կացավ, գնաց ամբողջ աշխարհով պատտվեց, նույնիսկ Մոնտեսորի հետ հանդիպեց, այսպես։ Եկավ ու հասկացա, որ մանկապարտեզ պիտի հիմնվի ոչ միայն հայ երեխաների, այլ մահմեդական երեխաների մանկապարտեզ չգիտեն ինչ։ Իսկ մանկապարտեզ հիմնողը հիմնում է պետություն, որի հիմքում ընկնում է պետականությունը։ Այդ մանկապարտեզից են պետականությունը դաստիարակում երեխեքի մեջ։ Պետականություն դաստիարակում են, երբ որ մենք երկուսով նստած ենք, ընդամենը երկու բազկաթոռ ունենք, երրորդ մարդ է գալիս ու սպասում են արտակն առաջինը վերքը կենա թե մեզնից ով առաջինը վեր կենա։ Զիջելու արվեստ։ Սովորական զիջելու արվեստ, երբ որ դիմացինը խոսում է, կարողանում ես 15 րոպե լսել։ Ընկերներ, բոլորդ խոսում եք, եթե դուք 6, 7, 8 ժամ, 20 ժամ, 30 ժամ խոսում եք, դուք լսելու ժամանակ ունենում եք, թե չէ։ Իսկ եթե դուք չեք լսում, դուք ինչ եք խոսում։ Դուք անընդհատ հակառակում եք իրար, որովհետև իրար չեք լսում։ Իսկ լսելը դա արվեստ է, դու նստես, մարդը մի ժամ, 2 ժամ խոսի, դու լսես, որպեսզի կարողանաս ճիշտ հարցը տաս։ Այդ հարցը կարող է լինել ընդամենը մեկը։ Ինչու՞։ Օրինակ, ես ա լինի ամենաճիշտ հարցը։ Բա մենք մեզանով դեպի մեզ մենք չլինենք լուսին հիմա ինչ ես խոսում հայերը այս խանդավառություն կոչվածը, որ ինչ ժողովուրդը պաթոսի ասում, այդ գերադրական աստիճանը հասցրեց որտեղ։ Իսկ իրական ներուժը մնաց պատմության տակ թաքնված։ Ցարական Ռուսաստանը պարտվեց բոլշևիկներին։ Շատ ծանր գնով, բայց պարտվեց։ Եկան բոլշևիկները, հասկացան, որ ոչինչ չունեն։ Ծով, նավատորմ, առաջին հերթին։ Թշնամիները ամեն վարքյան կարող են հարձակվել, որովհետև ամբողջ Եվրոպան թշնամի էր այս պահին, նավատորմ, ինչ անենք նավատորմ։ Մի հոգի մարդ չի մնացել նավատորմից։ Հերիք չի այդ սպայական անձնակազմն են կոտորել։
Այնքան են ջնջխել այդ նավատորմը ցարական Ռուսաստանը վերածվել է մետաղաջարդոնին գլացովի տակ։ Բերում են այդպես, չգիտեմ, այդ կռունգներով, համեն մի քանի տոննա երկաթի կտրեն անում, նստում են ցամաք, ասում են, ես համ էր նավատորմը ընկերներ։ Որ ասում են լավ էս գյուղի մի կենթանի շոֆեր չկա։ Ու մեկն ասում է ընկերներ, ասում է ցարական Ռուսաստանից մի խելացի սպայ է մնացել։ Իրան շատ էին սիրում հարգում, էլ եկեք գնանք այդ տղուն բերենք։ Ես վստահաբար եմ ասում, ես իհարկե խոսել եմ այդ մարդու մասին գրքերում, այդ մարդու մասին անդադ ես սոցցանցերում խոսել եմ, գուցե հիմա արդեն լսել են, բայց մի քանի տարի առաջ ես վստահաբար գիտեմ այդ մարդու մասին շատ քչերը գիտեին, հա։ Ալեքսանդր Գարսոյան կամ Գարսոև։ Այս մարդը համարվում է ոչ ավել, ոչ պակաս создатель атомных лодок Советского Союза։ Атомных лодок։ Բայց երբ որ ռուսները սկսում են խոսել ասա մասին, հա, լավ թե ինչ եք դուք էլ մինչև ինքն էլ կար, մինչև ես էլ կար, այսինքն նա ռուսներն են նվազեցնում։ Նա ադրբեջանցիներն են նվազեցնում։ Մի հատ այս կողմից վրացիներն են գալիս, այ ախպեր սա ինչ է կռիվանոս, հա նովա ոչ թուրքեր, ոչ եզդիեր, վրացի, մաքուր վրացի։ Թիվլիսի հասցնել կարանք ասենք, Բաքվում Բաքվի հասցեն ունի, Թիվլիսում Թիվլիսի հասցեն ունի, Կիևում էլ հասցեն ունի, հա։ Իսկ հայերը երբ որ սկսում ես խոսել, լավ դե լավ չի բուրաշկանել, այ կրակածիլ գենանել, այս հեգնանքը։ Ասես սպանեք, նայեք, նրանք իրենց չեղածը ո՞նց են օգտագործում։ Ես չեմ ասում նրանք չունեն։ Ես նկատի ունեմ մերը։ Մի բան որ գիտենք, մերն այս մարդիկ վերցել են, դարձել են իրենց օգտագործում, իրանք էլ իրենց տունը, չէ՞, վրացիք հրաշալի ու դեմքեր ունեն, ասենք, Ադրբեջանն էլ ունի, ուկրաինացիներն էլ ունեն, բայց մենք երբ որ Փարաջանովին տարանք տվեցինք, մենք չէ, սովետական միությունը, հա։ Հիմա ով ինչ կուզենակ ասի։ Լուսահոգի ռեժիսոր ունենք, անունը չեմ ուզում տալ, թե հասկանալի է մասին է խոսքը, մի օր նստեցինք, մասին խոսեցինք, ասեցի ինքը պատմեց, հորից պատմեց, այսպես մենք մտերիմներ են եղել, իրոք մտերիմներ են եղել, Փարաջանովը ասեցի, բայց ոչինչ որ երբ որ Փարաջանովը դուրս եկավ Բերդից, գոնե մի հոգի հայ չկար այդ դիմավորողների մեջ։ Ուկրաինացին կասի Փարաջանովն իմնա, վրացին կասի Փարաջանովն իմնա, որովհետև այդպես էր։ Երբ որ մետրո կեսանոց, Իվ Սեն Լորանը մետրո կեսանոց, մետր կես արտակ, ոսկե շղթա էր նվիրել Փարաջանովին, ոսկե շղթա։ Փարաջանովը Թիվլիսում, բեմի վրա, մետր կես, հələ պատկերացրին չի մասնա խոսքը։ Հայաստանի բյուջետը ժամանակ սովետական Հայաստանի վերցրեց ու կախեց Դոդո Աբաշիձեի վզին։ Այդ մետր կեսանոց։ Վրացին կարող էր ասել մենք ունենք Հայաստանում։ Ինքն իր բերանով ասում է, ես քանի անգամ փորձեցի մինիստրի հետ հանդիպել, ասում է, ինձ հասնում էր այդ օրը, որ ես պիտի հանկարծ մեկնում էր արձակուրդ, ասում էր մի քիչ էլ սպասեք, պարոն Փարաջանով։ Մենք մերը տվեցինք ուկրաինացուն, տվեցինք վրացուն, տվեցինք նրան։ Բացատրություն ունենք, ինչու՞։ Ես բացատրություն ամենասկզբում եմ ասել եւ նորից եմ հանգեցնելու դրան։ Պարտադիր։ Գարսոևը հավաքեց ցարական ֆլոտը, նորից տվեց բոլշևիկներին։ Բոլշևիկները Գարսոևին չգնդակը հարեցին, բայց ջարդուփշուր արեցին, դատեցին, մի քանի տարի նստեց, դուրս եկավ հիվանդացավ, նույն Ստալինը։ Հետո անհասկանալի պայմաններում մահացավ այդ մարդը։ Հետո գտան ինչ-որ Միրոն Մերժանովը, օրինակ, հա, Միրոն Մերժանովը շատ հրաշալի անձնավորություն, Միրոն Մերժանովը ոչինչ չի ասում։ Личный архитектор Ստալինը, այս Տաչեկով, որ միջև այս Պուտինովանով։ Ոչ մեկի պետք չէր ընդ գրել, գիտես, Միհրան Մերժանյանցն էր, այս մարդը, որին դուք տարակ Սուխանովսկի բանտում Սալժենիցինի կողքներ նստած։ Մի կամերային կողմել Խուդյակովն էր նստած։ Այս մարդն էլ էս ամբողջը կառուցեց տվեց, հերիք չի դարձավ Միրոն Մերժանովը, մի հատ էլ ջարդեցին գնաց։ Եվ ինչ որ կառուցել էր բոլորը չէ իհարկե, բայց Մերժանովի շատ հայտնի գործերի տակ գրել Կրմլովսկի զալերով, բաներով ջնջվեց անունը եւ գրեց Կարո Հալաբյան։ Պարզապես ջնջում էին Միրոն Մերժանովին, դե ասում են լավ չնեղացնեն, գրում էին Կարո Հալաբյան։ Ես չգիտեմ Կարո Հալաբյանը դրան դեմ էր թե դեմ չէր, բայց համակարգը այնպես էր, որ չէր էլ կարող դեմ լինել։ Կոտրեց բոլորին։ Եկավ 37, 38, 39 թվականը 600-700 միլիոնով մարդիկ կոտորեց, սպայական կազմով կոտորեց, հա։ Նիկոյան Անաստասին էլ ուղարկեց Հայաստան, ասեց եղբայր գնա, տես ինչ է կատարվում այնտեղ, հա։ Ասում են, ես սա չեմ կարող պնդել, sense չեմ կարող պնդել, որովհետև Անաստաս Նիկոյանը բավական այսպես սկանդալային կերպար է, որովհետև շատ մարդկանց կարողացել է փրկել, բայց
Հայաստանում ասում են, եթե 20, 30, 40, 50 անուններ կային, Անաստաս Միկոյանը անպայման ավելացնում էր 1։ Երկրորդ, եկավ հասավ ատոմային ռումբի դարաշրջանը։ Ես դեռ պատերազմից չեմ խոսում, այդ 600,000-ի մասին, գեներալների մասին չեմ խոսում։ Եկավ պատերազմի ատոմային ռումբի դարաշրջանը, գիտես, Պոտսդամի այդ վերջին կոնֆերանսի ժամանակ, երբ որ այդ փողկապներ վաճառող Տրումենան նոր դարձել էր նախագահ, հա, հենց այդ առաջին կոնֆերանսի ժամանակ եկել էին Պոտսդամ, պատերազմն ավարտվել է, Գերմանիան արդեն կապիտուլյացիան ստորագրել է, եկել են Պոտսդամ, բայց ընկերները չկան։ Չերչիլը չի ընտրվել վարչապետ, չընտրեցին։ Հաղթած մարդուն չընտրեցին վարչապետի։ Ցնդելու մի բան էր, Չերչիլին չընտրեցին։ Վիլյամ Մեթլի կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, ազգանուն եկավ այս մարդ ասեց, ես եմ Անգլիայի վարչապետը, Ստալինն ասեց դու ես այդ տղա։ Այն մեկն եկավ ասեց, ես Ամերիկայի պրեզիդենտն եմ, ասեցին դու ես այդ տղա, գիտեն քո փողկապները վաճառի։ Այսպես, բայց այդ փողկապներ վաճառողն եկավ ասեց, ընկեր Ստալին, գիտես չէ, որ մեր Մալիշը, այսպես ասած, արդեն շարժվում է, արդեն քայլեր է անում, այդպես այդ առաջին ատոմային ռումբը Մալիշեին չէ անվանել։ Ստալինը այսպես ժպտաց, խնդաց իհարկե, ասեց, որ կոպիտ եմ ասում իհարկե կենցաղային լեզվով, ասեցին, որ դուք մտածում եք, որ կարելի է ատոմային ռումբ ստեղծել, ես արդեն գիտեի, որ դուք մտածում եք, որ կարելի է ատոմային ռումբ ստեղծել։ Այդ Լոս Ալամոսի մասին։ Ամերիկացիները տեղյակել չէին, որ Լոս Ալամոսում ինչքան շպիոններ կային, հա, որ իրենք մտածում են մինչև այսօր ամենայդ գաղտնի բաներից մեկն է, ծրագրերից մեկն է, բայց հայերը մտել էին։ Հայկ Հովակիմյանը կարողացավ մտնել այնտեղ մեր ռեզիդենտը։ Եկավ ատոմային այդ դարաշրջանը, ռուսները մտածեցին, որ մետաքսը կարելի է դարձնել շորք։ Ինչ անենք, Կիրակոսն էլ կդարձնեն Կիրիլ, խնդիր չկա։ Սա Բերիայի առաջադրանքն է։ Կիրակոս Մետաքսյանին կդարձնեն Կիրիլ Շոլկին, Կուրչատովին դրեցին, հա։ Բերիային դրեցին կուրատոր, Ստալինն ասեց դե արագացրեք, որովհետև ամերիկացիներն արդեն ունեն, հաջորդը գալիս է մեր գլխին։ Հիմա որ խոսում ես առավելապես արևմտամետ, այսպես ասած, ես ոչ մի մետ չեմ բացարձակ, ոչ այն մետից եմ, ոչ այն մետից, ոչ ես այս մետից եմ մեր, այս ինչից խոսում եմ, ես այդ մետից եմ։ Երբ որ Բերիային ասեց ում պիտի դնենք ղեկավար, ասեց ես գիտեմ մեկին, ակադեմիկոս Կուրչատով։ Գնացին, բայց Ստալին ասեց յատակով ակադեմիկանի знаю։ Նորից ընտրություն դրեցին։ Ասեց մի հատ նորմալ մարդու բեր, ես կարողանամ հասկանամ ում եմ դնում էլ, ես սովետական միության ատոմային նախագծի զարմանալիորեն բոլոր ակադեմիկոսները ընտրության ժամանակ միանձնյա ոչ մեն առաջարկեցին, այլ ընտրեցին Ալիխանյանին ընտրեցին։ Ալիխանյանին ընտրեցին, բայց Ստալինն ու Բերիային ու այսպես ուղեղ պետք չէր, իրենց պետք էր մի խոսքով Կուրչատովին դրեցին, ատոմային ռումբը ստեղծեցին, փորձարկեցին հիանալի կերպով, հա, ամեն ինչ լավ ստացվեց, կնքահայր որոշեցին, Կիրիլ Շոլկինին այսպես ասած, հա, բայց երբ որ արդեն եկավ Խրուշովը առաջարկեց այդ ցար բոմբան, այսպես ասած, ոչ թե առաջարկեց, այլ պահանջեց, Կիրակոս Մետաքսյանը հրաժարվեց, ասեց, պարոն, ես նման բան չեմ անի, ինչպես Օպենհայմերը Ամերիկայում հրաժարվեց, սա Օպենհայմերի խոսքերն են, փաստ վավերագրական այսպես դաջված խոսքերն են, որ Հիրոսիմա եւ Նագասակին ռմբահայելուց հետո Օպենհայմերն ասում է «Мы сделали работу дьявола». Ասում է, ինչ արեցինք այ մարդ։ Իսկ ինչ արեցինք, 253,000 ամերիկացիների տեղում խաշեցիր, սա այն դեպքում, երբ որ պատերազմն արդեն ավարտվել էր, այն մեկը հանձնվել էր, այս մեկն էլ բան չէր մնացել։ Բայց սա նաև թաքնված մեսիջ էր ուղղված սովետական միությանը, որ նայ հաջորդները պիտի կա քո գլխին։ Հիմա այս այսպես ասած, չգիտեմ, արևմտամերները տեղյակ են թե չէ, բայց 45 թվականի այդ ժամանակ արդեն 46-ին արդեն, երբ որ Չերչիլի բերանից կարելի ասել սառը պատերազմը սկսվեց, հա, ԱՄՆ-ի այդ հայտնի ելույթից հետո Պենտագոնում արտա 25, 30 կամ նույնիսկ 40 սովետական մեծ քաղաքները ռմբահարելու նախագիծ կար, Պենտագոնում կար։ Ատոմային ռումբերը հերթով պիտի գար դրանց գլխին։ Ամերիկացիներն ու անգլիացիները որոշել են, անգլիացիները արդեն ոչինչ չէին փոխում, Անգլիան արդեն դարձել էր մարիոնետ պետություն, հա, Ամերիկայի ձեռքին, որովհետև
Մարդ այսպես մաքսիմում այսպես շահույթով դուրս եկավ պատերազմից, մաքսիմում ճիշտ զոհերով մեծ շահույթով դուրս եկավ ԱՄՆ պատերազմից։ Երբ որ ծրագիրն արագացրեցին, բերեցին Կիրակոս Մետաքսյանին դարձրեցին կնքահայրը, հետո Խրուշովն եկավ ասեց ցար բոմբա եմ ուզում, ասեց դուք ուզել եք շատ քիչ այս ոչինչ չեմ անի, այս մարդուն ջարդուփշուր արեցին։ Կոտրեցին այս մարդուն, գցեցին տունը, դորը փակեցին վրան այս մարդուն։ Կիրիլ Շորկինին թոշակ նշանակեցին։ Ու որպես բարի կամքի դրսևորում Խրուշովը նորից ուղարկեց իրենց հավատարիմ Օտիլիչա, Դոյլիչա, Բեզինֆարկտայի պարալիչա, Անաստաս Միկոյանին ուղարկեց ասել մեկն այդ մարդուն բացատրի, որ թող իրան նորմալ պայի։ Եթե Խրուշովը գրել էր 120 ռուբլի թոշակ այս մարդուն կամ 220 ռուբլի, ես թիվը չգիտեմ, օրինակն եմ ասում, այսքան թոշակ պետք է յոլա գնա։ Անաստաս Միկոյանն էլ կես արեց։ Անաստաս Միկոյանն էլ կես ասեց, քեզ 50-ն էլ երիկ, հանգիստ նստի տեղ այդ։ Անաստաս Միկոյանը։ Իսկ վերջում, երբ որ այդ մարդը մահացավ, բոլոր շքանշաններ պարգևը սոցիալիստական աշխատանքի երակի հերոսին ժամանակ ու այնքան գախնի էր պահվում այս մարդու ողջ կենսագրություն ինքը սովորական համալսարանում ասենք պրոֆեսոր էր ու երբ որ առաջին անգամ համալսարանի դասախոսը մտնում է համալսարան սոցիալիստական աշխատանքի երակի հերոս ո՞նց համալսարան այ Если ոնց որ մեր ընկեր Մարգարյան Եղինեի դասատուն ասենք սովետական միության ասենք քարակի հերոսը լրել ասենք բայց մենք չգիտենք դրա մասին ասում ես մարդը չարը այս մարդը ընդհանրապես սովորական չգիտեն այ ինչ ձևի գախներ պահում այդ ողջ պոտենցիալը տվեցին սովետին Արտակ ջան սովետից հետո մնաց ՌԴ Պողոսովներ Յոսիֆ Հակոբյաններ չգիտեմ այսպես այդ Սու 27-ի այդ բան հեղինակը հա Երբ որ եկավ հասավ մեզ հասկացանք, որ մենք ոչինչ չունենք, Արտակ ջան, բացի ամենացավը տեղից, որ պիտի ասեմ, մեզ ոչինչ չունենք, բացի 18 տարեկան երեխեքից, որոնք պրիսյագի տակ են։ Պրիսյագի տակ են, պիտի տանես էսյան, պիտի տանես էյան։ Դուք 18 երեխեքին մենք տանում ենք, դնում ենք թշնամու բերան, Հետո գնում ենք այն բոլոր պետություններով ցարական Ռուսաստան, Սովետական միություն, ԱՄՆ-ում, չգիտեմ Հունգարիա, չգիտեմ Արգենտինա, Չիլի, ադմիրալ Արգենտինայի ադմիրալ, չգիտեմ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար, երբևէ ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայն էր, հա, Պողոս Իգնատոսյանը, նույն ինքը Փոլ Իգնատիոս։ Ու եկավ հասավ այս Լենու Բոլդարում ես ոչինչ չունենք դրա համար նույնս ամեն անգամ կրկնեմ լուսահոգի մայստրոն ասում էր կնիշկի նադա больше читать Պարոն Ավելյան տեսեք հաղորդման վերջաբանն է դուք մի առիթով ասեցիք որ Հայաստանն այնքան մեծ ներուժ ունի որ աշխարհի մեծերը պիտի գան մեր դուռը հայերին են պարտական աշխարհի հզորները Հիմա էլ եք նույնը պնդում։ Ես Արտակ ջան, մի քիչ ուղումներով էլի, որտեղ սա պաթոս չդառնա, սարսափելի։ Թող դառնա, բայց դուք պարտական բառը մի քիչ, հա, մենք խոսում ենք փաստերով։ Պարտական բառը մի քիչ այն չի, որ գիտեք ինչու, եթե մենք չլինենք, դուք իմ աշխարհին գոյություն չունեք։ Ես նկատի ունեմ այն հենասյուները, որ այս մեր ժողովուրդը Եթե պատմությունը ճիշտ ներկայացվեր, եթե պատմությունը ճիշտ բերվեր անհիշելի ժամանակներից, երբ որ հռոմեական կայսրերը սարսափում էին Կիլիկիայի ծովահեններից, այն ժամանակներից, երբ որ մեր թվարկությունից առաջ Կիլիկիայի հայերը բանկային համակարգ էին ստեղծել, ինչ են, Western Union էին ստեղծել, ինչ էին արել այն ժամանակներում, հա, էլի հասկանում, ամբողջ առևտուրն իրենց ձեռքին էր, երբ որ Վենետիկի քարերի, այսպես արանքներում Վենետիկի վրա որ դրված են այդ քարերը, ամեն քարերի արանքում հայկական հետք կա, Հոնկոնգում կա, Սինգապուրում կա, չէ՞, Ռուս գրող կար Շիստինսկին 70-ական թվականներին առաջին անգամ էր եղել Սինգապուրում ու այդպես իր հիշողություններում գրել էր ասում ես կանգնել էի Սինգապուրում հայկական գերեզմանատան առջև ու նայում էի տապանակարերի վրայի թվերին Սինգապուրում թվերին էին նայում ասում եմ ես հասկացա հենց այդպես էլ գնաց ասում եմ բոժե մոյ ведь армяне построили этот город
Սինգապուրի մասն է խոսքը։ Հիմա Սինգապուր, Հոնկոնգը, որ եթե վերցնենք Փոլ Չաթերին, որ առաջին Խաչիկ Աստվածատրյանն նույնինք, հա, որ առաջին էլեկտրոկանը սարքեց, երբ որ գնացել էր գերեզմանոց ու զիբիլանոց էր առնում, աղբանոց էր առնում, խնդում են ասում են միլիոնատեր մարդ է, բայց ուղիղ գծել է, եկել աղբանոց է ուզում առնի մեզնից։ Կամ գերեզմանատունն ինչ է անում այդ տղա։ Այդ ամեն ինչը կպցրեց իրար, այդ աղբը տարավ լցրեց օվկիանոսը, գրունտ ստացավ, գրունտը բերեց կպցրեց այդ գերեզմանոցին, գերեզմանոցի տարածքում մաքրեց եւ կառուցեց Հոնկոնգում առաջին էլեկտրոկանը։ Մարդ, որին այսպես ասած կենցաղային կներեք այդ փողոցային բարբարը մարդ տեղն էր բերում նույն Անգլիայի թագուհին, լուրջ այսպես պատիվ էր համարում այդ մարդու կողքին նստել եւ այդ մարդու կարողության առյուծի բաժինը գնաց անգլիական բանկերին։ Հնդկաստանի հարուստները, հնդկական բանակի չեմ կարող տոկոս ասել, բայց շատ մեծ թիվ պիտի ասեմ, էլի ուղղակի չեմ ուզում թվերի հետ խաղամ, որպեսզի հանկարծ պատմությանը այսպես կպած չլինեմ, սարսափելի մի մեծ թիվ ապահովում էին հայ մեծարուսները, այսինքն հայ մեծարուսները հովանավորում էին Հնդկաստանի բանակը։ Այդ Հնդկաստանի բանակում էլ կռվում են հայկական ջոկատները, մեր Գորգին խանը քեզ օրինակ, որ Վոսկայի Величество այսպես կոչված չկարողացավ մտնել Բենգալիա, երբ որ Գորգին խանը դիմադրում էր 8 ամիս։ Մինչև մարդուն դավադրաբար ուղակի մեկին վարձեցին, այդ մահմեդական զորքերի ամանատարին վարձեցին, ասեցին ախորպես խփի այդ տղուն ու վերջապես կարողանանք մտնենք ամոթ աշխարհում եք եղանք խայտարակ թագուհու զորքը չի կարող մտնի Բենգալիա, ինչ որ Գյորգի Հարությունյան չգիտեմ ինչ, ինչի մասն է խոսքում ախր։ Մարդը բանի ցեխ ադրել, ցեխավիկի, թնդանոթների ցեխ ադրել, մուշկետներ ադրես, անգլիացիներն ասում են, «Ես ինչով են կրակում մեր վրա այս հնդիկները այ բանամ»։ Թնդանոթ ձեզ որտեղից, մուշկետ ձեզ որտեղից։ Վերջում փորձվեց այդ մարդն է։ Հիմա այդ մարդուն դարձել են Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի հերոս, կամ նույն մեր տղեն, որ վեր կացավ գնաց Հնդկաստան, հա, վերցրեց, ասենք այդ մեր Հովանես ասենք, հա, երբ որ առաջին դպրոցը բացեց, դերասանական դպրոցը Պարսկաստանում, պարսկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է այս մարդը։ Բայց շահը նեղացավ, այս մարդուց ասեց ֆիլմը ինձ վիրավորում է, վռնդեց, մարդը գնաց Հնդկաստան, այնտեղ առաջին դերասանական դպրոցը բացեց, հետո այնտեղ մի 8-9 տարեկան երեխու ձեռքը այսպես բռնած բերեցին, ծնողները ասեցին, «Էս շատ չարաճճի լակոտ է, էլի գա մարդ ստանա սրանից»։ Այսքան շնորհակալ կլինենք քեզանից, որ եթե մարդ ստանաս, էլի սանից։ Այդ մարդը դարձավ Ռաջ Կապուր, այդ մարդուն մոռացան։ Այդ մարդուն որ արցնես ամբողջ աշխարհը գիտի Ռաջ Կապուրն ով է, բայց Հովանեսի մասին նույնիսկ մենք չգիտենք։ Դե հա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այս սա էր, հասկանում ես, մանկապարտեզում ոչ թե պետք էր պատմել Կիրիլ Շոլկինի մասին, երեխուն ատոմային ու միջուկային հետաքրքիր չի։ Մանկապարտեզում պետք էր երեխուն հասկացնել, եթե երկու հոգով նստած եք, երրորդը գալիս է, առաջին վերկացողը ինտելեկտուալ, այսպես շնորհքի, այսպես այսինքն մարդուն զիջելը, սա բարձրագարկ ինտելեկտի զիջել են բառը չի, որ քեզ խփեցին անստի տեղը։ Մարդուն լսել կարողանաս, որովհետև կոմունիկացիան հաստատվում է զիջելուց, երբ որ դու ընդամենը մի րոպե ասում ես, սպասում եմ, ինչ ասում ես մարդ։ Երբ որ կոմունիկացիան հաստատվում է, երբ որ սկսում են զրուցել, մեկ էլ տեսնում ես արանքում մեկը ճիշտ հարց է տալիս, ասես շփորդ բա, ոնց կարելի է աշխարհի ամեն ինչը ունենալ, տանել, տալ հնդիկին, պարսիկին, նրան նույնիսկ օսմանյան կայսրությանը 600 տարի։ Իսկ վերջում գալ հասնել Հայաստան, այդ ողջ ներուժն ունենալով, այդ ներուժը որ տվեցիք Արտուժին, այդ ներուժը դարձավ Արտուժ։ Երբ որ եկավ ասավ ձեզ, բարձրացավ որ մեր ներուժը ընդամենը 18 տարեկան երեխեքն են, որ պիտի ասեն դուք պրիսյակ եք տվել, Զառոձին ուզած Ստալինա, գնացեք։ Այս սա մանկապարտեզից է գալիս, մանկապարտեզից թե պետական ինչից պետական։ Չգիտեմ, քաղաքականությունից, որովհետև դա ձեր ասածները կներեք, պետք է ներառվի դասագրքերում, պետք է կրթության համակարգ դառնա, համակարգավորվի եւ տիրաժավորված
ուղեցույց լինի, հա։ Չի լինելու այդպեսի բան։ Ուսուցողական ձեռնարկ, եթե կուզեք։ Չի լինելու այդպեսի բան։ Բա ուրիշ ոչ ենք հասցնում։ Բացատրեմ ինչի չի լինելու։ Շատ կարճ ավարտում։ Շատ կարճ ավարտենք։ Մարդը, որ պետության գլխին կանգնած է, հա, ասում ենք պետական մտածելակերպ։ Նորից են բերելու հղում անեմ։ Մարդը, որը չի անցել այդ մանկապարտեզը, նա այդպես չի մտածում։ Ասում են ընտանիքից է սկսվում պետություն, ասեմ, հա, շատ հաճելի է, բայց ընտանիքում, երբ որ երկու հոգի զույգ են կազմում, այդ երկու հոգին պիտի անցած լինեն մանկապարտեզ, որ իրենցից ծնվածին կարողանան ճիշտ դաստիարակել։ Մանկապարտեզն ինչա, պարոն Ավելյան, պետություն։ Հասկացանք, բայց պետությունը հետո այդ մարդը դառնում է պետություն, այսինքն 50 տարեկան մարդուց Արտակ ջան, այսօր 50 տարեկան մարդուց դու չես կարող ոչինչ պահանջել։ Ժողովրդից ոչինչ չես կարող պահանջել, որովհետև մենք ենք սա տվել, սա այս միջավայրում բամբուկի մեջ ենք ապրել, երկարել ենք, դդումի մեջ ենք ապրել, կլորացել ենք։ Դրա համար եմ ասում 91 թվականի զրոյական կետը, որտեղ պետք էր ապամոնտաժել բոլոր տեսակ նորագույն պատմությունները, ապամոնտաժել ոչ թե խմբագրել, որ չի եղել նորագույն պատմություն, չի եղել բոլշևիկ, չի եղել ոչ, բոլորը դասավորել ըստ հերթականության եւ արժեքների վերադասավորում անել, հայոց պատմության գիրքը դարձնել այսքան եւ բացատրել, որ աշխարհի երեսին ապրելա ոչ միայն Վասակն ու Վարդանը, աշխարհի երեսին ապրելա Սարգիսովը, որը մատնեց Արմենակ Խանֆերյանցին, աշխարհի երեսին ապրել Քաբլով եղբայրները, որ ջարդոփշուր էին անում, մտնում էին ու ծեծում էին Արմենակին, ջարդոփշուր էին անում, ծեծում էին, աշխարհի երեսին ապրելա Ռուբեն Մամուլյան եւ չգիտեմ Սարգիս Մամուլյան։ Այսպես, այսինքն մեդալը մեր Գրիգոր խան, Գորգին խան, Եփրեմ խանը Պարսկաստանում էր, Գորգին խան, բոլորը խաններ են, բոլորը խոջաներ են, բոլորը խաններ են։ Նորից մեզ ստիպում եք մտածել, խոկալ, ինչպես ասում էին։ Պարոն Ավելյան, շնորհակալություն ձեզ։ Ձեզ էլ։ Միշտ հետաքրքիր է ձեզ լսել եւ սենց մտովի այն որ մի բան պետքա փոխել, մի բան չէ, ինչ մի բան։ Չգիտեմ, գուցե իսկապես ապշելու ներուժ ունենք ու ախր այնքան դիպուկ ասցեք, որ մեր մի վաշտը սենց տարածենք աշխարհով, մեկ յուր կասկած չկա, որ առնվազն տենց բան է, գեներալն է։ Բայց այդ վաշտը մնում է դառնում է սովորական, ասենք, միասնություն է, էլի, ես չգիտեմ, ես որ այդքան խելացի Դե էդի գալիս է հենց այդ մանկապարտեզում, երբ որ երկու հոգի նստած են, երրորդին մտածում են, ինչի ես ելնեմ, թող ինքը։ Բայց հարցերը ֆունդամենտալ լուծման կարիք ունեն ու դարձյալ պիտի հիշենք մեր մեծագույն մտավորականներից մեկին, միշտ կրկնեք, էլի։ Ռոբերտ Սահակյանցին հաճախ գրքեր կարդանք էլի։ ChatGPT-ով չէ, գրքեր, այդ թվում են գրքերը, որոնք Էդուարդ Մանվելյանն է գրում եւ որոնք բացահայտում են, ինտերնետ Google Translate չեն, ուղղակի նախաբանով, վերջաբանով բացահայտում են, ուղղորդում են, ստիպում են մտածել։ Շնորհակալություն։ Համեցեք, ես եմ շնորհակալ։ Գրող դրամատուրգ Էդուարդ Մանվելյանն էր մեր հյուրը, սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Շնորհակալ ենք նաև ձեզ, որ ակտիվ եք, հետևում եք, մեկնաբանություններով կիսվում եք եւ իհարկե բաժանորդագրվում եք մեր ալիքին։